24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է Կամուրջ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։ Բարև ձեզ, պարոն Աբովյան, շնորհակալ եմ մեզ ունկալվելու համար։ Գագիկ Ծառուկյանը օրերս նշեց, որ մասնակցելու է ընտրություններին, նա նաև ասաց, որ քաղաքական նոյանտապան է ստեղծելու, որտեղ քաղաքական ուժերը կարող են համախմբվել, հետո նշեց, որ դաշինք չի կազմելու։ Ամեն դեպքում խոսվում է մամուլում այն մասին, որ համագործակցություն է լինելու տարբեր քաղաքական ուժերի հետ։ Դրան հաջորդեց արդեն իշխանության հայտարարությունները, եւ մենք տեսնում ենք, որ ամենօրյա ռեժիմով լայվեր են մտնում եւ ասում են հասարակությանը, որ ժողովուրդ ջան, պատրաստվեք, Գյումրու սցենարն են ուզում իրականացնել։ Ինչ վտանգ է տեսնում իշխանությունը, ինչու է անհանգստացած Գյումրու սցենարից։ Գիտեք, նախ այն ցնցումները, որոնց մեջ ընկել են, իշխանության տարբեր կալիբրի, ասենք ասենք, գործիչներ եւ այլն, ինչ որ այտենց падգամավորների օգնականներ, նախկին օգնականներ, չգիտեմ, միգուցե ապագա օգնականներ, ինչ սաղ թմով լցվել են, ու տենց փրփուրները բերանները առած, ինչ որ, գիտեք, բաներ են խոսում, որոնք իրականում ոչ մի քաղաքական բովանդակություն չունեն եւ շատ նման են իրականում ինչ որ մի ես չեմ ուզում վախ բառը արտահայտել, բայց ինչ որ անիմաստ ինչ բաներ են Գյումրու սցենար, չգիտեմ, օլիգարխներ եւ այլն, մինչեւ այդ ամեն ինչը Ռոբերտ Քոչարյանը երկու օլիգարխների հետ ուզում է իշխանապետություն անել։ Ուրեմն մինչեւ իրանք որ խոսում են այդ իրանց դրել են սրբերի տեղ, նախ ուզում եմ նշեմ, որ մենք երբեք չենք մտել, գիտեք ոնց, վիրավորական դաշտ կամ պիտակավորման դաշտ։ Միշտ զերծ ենք մնացել, այո, քննադատությունը եղել է, բայց քննադատությունը եղել է լոկ քաղաքական բովանդակության։ Ըստ երևույթի այդ մարդիկ չունեն քաղաքական բովանդակություն իրանց խոսքերի մեջ, տղաներ եւ աղջիկներ։ Ուրեմն նախ խորհուրդ կտամ այդքան ցնցումների մեջ չընկնել, շատ պարզ պատճառով իմաստազուրկ է ձեր այդ, ջղաձգումները, չգիտեմ, այդ պատեպատ խփելը իրար շատ պարզ պատճառով։ Իմ մոտ չէ, մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում եւ այդ տպավորությունը հստակ, որ դուք ըստ էության դեմ եք յուրաքանչյուր, համախմբվանը, չգիտեմ, սենց մի գործընթացի, որը թույլ կտա մարդկանց, ովքեր կիսում են, օրինակ, առաջարկ Հայաստանի կոնցեպտի տեսլականը համախմբվեն այդ առաջարկի շուրջ, որը կրկնեմ վերկուսակցական է, այսինքն այնտեղ քաղաքական կոմպոնենտը, ինքը ոչ թե գերակայում է ով որ կուսակցությունից է, այլ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը մտահոգ է այս երկիրը կլինի թե չէ, որ իր առաջարկը եւ իր միտքը արտահայտի, այն որ ընկնում են ցնցումների մեջ, միջալոց, երբ որ խոսում եք Գյումրու սցենարի մասին, Գյումրու սցենարի մասին, չգիտեմ, գիտեք, զարգացում կարող է լինել եւ դա արդյոք իսկապես իշխանապետության վտանգ կարող է առաջացնել։ Տեսեք, այդ մարդիկ, այստեղ խնդիրը հետեւյալն է։ Այդ մարդիկ կռիվ են տալիս իշխանության համար։ Մենք կռիվ ենք տալիս հայրենիքի եւ պետության համար։ Սա է էական տարբերությունը։ Կռիվ տալը դա չի նշանակում, որ մարդ պետք է մտնի անձնական դաշտ, մարդ պետք է մտնի, չգիտեմ, պիտակավորի, այդ որ օլիգարխներից են խոսում կամ չգիտեմ։ Հələ մի հատ ձեր հայտարարները բացեք, թե ձեր բարեկեցությունը մի քանի տարվա ընթացքում ի շեշտակի աճել է։ Մի հատ բացեք, հələ կարդացեք։ Թե եթե ցանկություն ունեք, կարամ ես բացեմ ու սկսեմ հերթով կարդալ։ Բացի դրանից, երբ որ չունեն քաղաքական խոսույթ, հասկանում եք, այդ տղաներ եւ աղջիկները, այստեղ կրկին թեզ է առաջ բերվում սևեր սպիտակներ, պարակտիչ թեզերը, որովհետեւ ըստ էության, իրենք իրենց քայլերով, իրենք իրենց ցնցումներով, որի հիմնական նպատակն է ուղղակի, գիտեք, թույլ չտալ, որ համախմբումը լինի։ Համախմբում լինի այն մարդկանց, կրկնեմ, ովքեր ոչ թե, գիտեք, անպագորգոր հայտարարություններ են անում, այլ պարզապես ուզում են երկիրը այս իրավիճակից հանել։ Տեսեք, դուք Գյումրու սցենարն եք, չէ՞, առաջ բերում, կամ ասում եք իրեն Գյումրու սցենար են բանում։ Էդ էլ ես այդպես ծամած ծամունի պես բերանները գցել են ու իբր դավադրապաշտական, չգիտեմ ինչերի մեջ են ընկել։ Այնպիսի ներողություն եմ խնդրում, էլի, անհեթեթություններ են դուրս տալիս, օրինակ, իբր ընդդիմությունը, չի ուզում խաղաղություն կամ չի ուզում խաղաղ պայմանագիր եւ այլն եւ այլն։ Թույլ տվեք, խաղաղությունը ո՞րն է։ Երբ որ իրանք խոսում են խաղաղության մասին,
Եթե դրանով, հա, այդ principով շարժվենք, ապա հիշեցնենք իրանց, որ իրանց բերած խաղաղությունը դա Գորիս Կապան հանձնած ճանապարհն է, դա Տավուշի շրջանում ռազմավարական հանձնած ճանապարհն է, Արցախն է ի վերջո։ Դա ներողություն, դա թող այսպես երանդով, հա, տենց ինչ որ բանով, ասած ցնցումներով մի քիչ էլ թող կարծիք հայտնեն արևմտյան Ադրբեջանից, հա, մի հատ ծպտունները դուրս չի գալի, բան են հիշը։ Եվ այո, իրենք կառուցել են եւ շարունակում են կառուցել իրենց քաղաքականությունը զուտ պարակտման հիման վրա։ Ինչից են իրենք ցնցվում, մի հատ կարող եք բացատրել ինձ։ Ինչից։ Իրենք ասում են, որ 50+-ից ավել ձայն են իրենք ստանալու, հիմա այս անհանգստությունները ինչի մասին են խոսում։ Նրա մասին այդ համախմբումը վտանգ փաստորեն առաջացնում է իշխանափոխության, թե իսկապես ուղղակի հայտարարություններ են հասարակությանը այսպես բաժանելու կամ լարվածություն ստեղծելու համար։ Համ հասարակությանը բաժանելու, համ լարվածություն գեներացնելու։ Այդ մարդիկ ստեղծագործ չեն, այսինքն իրենց համար ստեղծագործական, այսինքն կառուցել, այսինքն ինչ որ մի բան, հա, արարել։ Այդ մարդիկ հեռու են այդ ամեն ինչից։ Իրենք ի սկզբանե հիմա համաձայն իրենց հայտարարությունների կառուցել են իրենց ամբողջ քաղաքականությունը կրկին պարակտելու վրա։ Հիմար ինչ որ թեզեր են առաջ տանում, ինչ որ բաներ են հորինում, խաղաղության մասին են խոսում։ Խաղաղությունը ո՞րն է։ Խաղաղությունը այո, խաղաղություն լինելու է եւ չկա գետ մեկ մարդ, ով դեմ է խաղաղությանը, բայց այնինչ իրենք այսօր ներկայացնում են որպես խաղաղություն, հա, պայմանական դա ներողություն, արևմտյան Ադրբեջանի կոնցեպտն են առաջ տանում։ Նույն այդ խաղաղության պայմանագրի մասով, բոլոր հարցերի շուրջ։ Իսկ խաղաղությունը պետք է, իսկ իրենք խաղաղություն չեն բերում, այստեղ կարևորը սա է։ Իսկ ինչ վերաբերում է 51+, գիտեք, ամեն մարդ շատ բանի մասին կարող է երազել։ Թող իրանք իրանց երազանքների մեջ տապակվեն եւ ես կոչ եմ անում մնալ նվազագույնը քաղաքական խոսույթի ներքո, եթե բան չունեք ասելու քաղաքական առումով, կամ ընկած աշխարհում եք տերեր եք ման գալի, հա, Ամերիկա, Եվրոպա, չգիտեմ, հա, այս վերջերս Ռուսաստան էին գնացել, ինչ որ դաբրոների հետևից են ընկած առավոտից իրիգուն։ Ձեր ուզածը ի՞նչ է։ Ի վերջո, հասկանում եք, այն մարազմի է հասել իրավիճակը, որ իրենց նպատակը իրենց հայտարարությունները հենց իրենք էլ հերքում են։ Ինչից եք վատանում, որ համախմբում է գնում, բան էին գրել, չէ՞, Եդինայա Արմենիա։ Ըստ երևույթի ռուսերեն էլ չեն հասկանում, հա։ Եվ այստեղ փորձելով իբր, հա, տենց կիսա հումորային տենց սարկազմով ինչ որ բաներ ասեն, կրկին իրենց գցեցին փոսը։ Ոչ մեկ ինչ որ Եդինայա Արմենիա, հա, տենց հասկանում եք իրանք անալոգիան են տանում, բայց այն որ միասնությունը պետք է, այո, պետք է լինի միասնական, միանշանակ միասնական Հայաստան, որտեղ միայն միասնական Հայաստանը ստա, ոչ թե գիտեք կուսակցություն կամ ոչ թե ինչ որ մի անհատ, այլ գաղափարը փիլիսոփայական, միայն ժողովրդի ու ազգի միասնությունը պայմանական մեծ նոյան տապանում հավաքվելով, պայմանական, հա, ինքն է միակ գրավականը, որ մենք այս վիճակից դուրս կգանք։ Առավոտից երեկո ինչ-որ բաներ են խոսում։ Շո հիմա էլ խաղաղություն, չգիտեմ։ Ասում են, տեսել եք երբևէ, որ այդ ուժերը ասեն, որ իրենք խաղաղության պայմանագիր են կնքել։ Իրենք այդ մասին լռում են, Ռուբինյաններ երեք ասում, որովհետև չեն ուզում խաղաղություն։ Իրենց ձեռնտու չի խաղաղությունը։ Ստում են, ցավոք պետք է արձանագրեմ, այստեղ խոսքը հետեւյալի մասին է, որ եթե խոսքը գնում է այն բանակցած փաստաթղթի մասին, հա, որը ներողություն նախաստորագրվել է, հետո կիսաստորագրվել է, հետո էսի ինչ որ ստորագրվել է, այդ դրա մասին հիմա այս պահի դրությամբ մենք չենք խոսում շատ པարզ պատճառով, որովհետև դինամիկ զարգացող գործընթացները, որոնք տեղի են ունենում նույն Ադրբեջանի կողմից, հա, եւ որը հայտարարում է, որ իր համար ստորագրած փաստաթուղթը առ ոչինչ է։ Ինքը ասում է հետեւյալը, որ այո, մենք պետք է ամեն գնով հասնենք խաղաղության, բայց այդ գինը չպետք է լինի Հայաստանի Հանրապետության գոյությունը, հասկանում եք։ Երբ որ իրենք ասում են, հա, իրանք ասում են, որ ոնց էին ասա, խաղաղ պայմանագիր չեն ստորագրում։ Ստում են, ով է տենց բան ասա։ Ով է տենց բան ասա, բայց եթե խոսքը գնում է այն փաստաթղթի մասին, որը իրենք են բանակցել, մի հատ տեսնենք չա կատարվում։ Ներողություն, վաղը մյուս օրը այնպիսի իրավիճակ կարող է ձևավորվել, որ իրենց այդ քարոզչական նարատիվները հոդս են ցնդելու։ Ես էլ իրանց հարց եմ տալիս։ Բա որ այդքան լավն է այդ փաստաթուղթը եւ դուք պատրաստ եք ստորագրեք։ Ինչի համար Ադրբեջանը չի ստորագրում։ Կարող է նրանից, որ հələ դուք պետք է նախապայմաններ կատարեք, պետք է
սահմանադրություն փոփոխեք, պետք է ի վերջո ջարդեք վերջնականապես հայկական ինքնությունը, հա, ու հետո ինչ-որ թուղթ ստորագրեք։ Օրինակ Գևորգ Պապոյանն ասում է, որ այս ընտրությունները անկախությունը պաշտպանելու եւ անկախությունը կորցնելու մասին է։ Այո, եթե ես գիտեք նրանով եմ համաձայն, որ գաղափարապես այո, իրանք ճիշտ են, որովհետեւ եթե այն քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը, շարունակվի, ոչ անկախություն կլինի, ոչ էլ պետություն։ Այո, այստեղ իրենք ճիշտ են։ Այո, այդ ընտրությունը հենց պետությունը եւ անկախությունը պահպանելու։ Տեսեք, նույնիսկ այստեղ ենք մենք ընդհանրապես պարզապես իրենց համար չգիտես ինչու անկախությունը եւ պետությունը եւ այն հա ամպագորգոր բառերը իրենք ըստ էության չեն վերաբերվում Հայաստանին։ Իրանք վերաբերվում են ավելի շատ Ադրբեջանին։ Բաներ են անցկացնում, եթե պիտակավորումներ լինի, հա, ապա պարզապես խորհուրդ կտամ այն մարդկանց, ովքեր այլ քաղաքական գործիչներին, ուժերին, հա, պիտակավորում են, չգիտեմ, ինչա մետեր են ասում, հա։ Թող դուրս գան փողոց, մոտենան Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ հարցնեն, որ կուսակցությունն է արդյոք Հայաստանում համարվում ամենապրոթուրքական եւ պրոադրբեջանական։ Թող իրենք հարցնեն ու իրենք ստանան պատասխանը։ Ես ոչ մի բանի չեմ ակնարկում։ Ես պարզապես ուզում եմ ասեմ հետեւյալը, եւս մեկ անգամ, երրորդ անգամ եմ ասում, տղաներ եւ աղջիկներ։ Եթե ձեզ համար քաղաքական դիսկուրսը, հա, պատտվում է ստի իբր խաղաղություն մենք չենք ուզում։ Անկախություն չենք ուզում։ Ուզում եք Հայաստանը դարձնել կցորդ գերտերության։ Այսինքն իրենք որ կցորդ են դարձրել ըստ էության Թուրքիան եւ Ադրբեջանին եւ առավոտից երեկո ուրախ մեզ հեքիաթներ են պատմում, որ օրինակ Թրիփը դա Միջանսկ չի, բայց իրականում Միջանսկ է ու կցորդ են բոլորին, իրենք մեզ մեղադրում են նրանում, որ մենք ենք կցորդ։ Հասկանում եք, հոգեբանության մեջ սոցիալական կա sense մի բան, երբ որ մարդիկ սկսում են մեղադրել դիմացինին նրա մեջ, ինչ իրենք են անում։ Առավոտից երեկոյի անվտանգության մասին են խոսում, կարող մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության 242 կիլոմետրը օկուպացված է։ Առավոտից երեկոյին խոսում են արժանապատվության մասին։ Մոռացել են, որ առավոտից երեկո իրենց վաղեմի բարեկամները եւ եղբայրները ներողություն ես արտահայտության համար առողջ ձեռ են առնում, ոչ միայն իրենց, որովհետեւ իրենք են իշխանությունը, մեզ բոլորիս, բայց ձեն հանեք, բայց խելոք ձենով դուս եկեք մի հատ չգիտեմ, օրինակ նույն Ալիևի կամ նույն Էրդողանի հասցեին բան խոսացեք։ Վիճակը հասցրել են նրան, որ մարդկանց կրկին սկսում են կիսել, այո, սիրտները կանգնում է, որ հնարավոր է լինի համախմբում, ընդ որում համախմբում գաղափարի շուրջ, դա իրանց այն որ ասում է թույլ չի տալի իրանք մի հատ խելքի գան, բայց դրա հետ մեկտեղ, այո, քաղաքական դիսկուրս պատրաստ եք վարել, եկեք քաղաքական դիսկուրս վարենք, մեծ սիրով, խնդիր չկա, դրեք քննադատը եք, ասեք այս դրույթը օրինակ առաջարկ Հայաստանի լավը չի, կարելի ավելի լավ անել եւ այլն, մտեք դիսկուրսի մեջ։ Դուք կարծում եք նրանց սրտներն իսկապես կանգնում է կամ նրանք վախ ունեն, թե այս ամենը ուղղակի արվում է նաև այդ հիբրիդային պատերազմի օրակարգի մեջ տեղավորելու եւ նաև արևմուտքին ցույց տալու համար, որ տեսեք այսպիսի գործընթացներ կամ պետք է պայքարենք նրանց դեմ եւ լեգիտիմացնել են գործողությունները, որոնք կարող են ընտրություններից առաջ լինել, օրինակ որոշ կուսակցությունների թույլ չտան մասնակցել ընտրությունների։ Կարծում եմ ձեր նշած բոլոր պարամետրերը առկա են։ Այսինքն այստեղ մի պատճառ չի կարելի գտնել, ամեն ինչ էլ առկա են եւ այստեղ կրկին իրենք հիմնականում ինչ են ասում, իրանց ասածը հետևյալն է, կրկին նախկիններ, ներկաներ, սևեր, սպիտակներ, դրա վրա են խաղում եւ հիմա հա ասած հին տարն են վերցրել, ասում է ով էր իրանցից չեմ հիշում ասում։ Մենք ասում է, Ժորժ ջան, ուրեմն բացի ձեր պարգևավճարներից միլիոնավոր այն պայմաններում, երբ որ դուք հասարակ թոշակառուի 2 կոպեկը լայհաղ չարեցիք բարձացնեք, էլի, ուղակի, մի քիչ, ձեր պարգևավճարները մի հատ բացեք նայեք, մի հատ ձեր քշած մեքենաները նայեք, մի հատ ձեր դայակներ ու տաները նայեք, նոր հետո եկեք եւ հեքիաթներ պատմեք, որ դուք այնքան եք տապակվում այս ժողովրդի համար, հիշում եք, որպես օրինակ, հա ժողովրդին բան են, չէ, ասֆալտ էին, ասես գթալով բերում, ասում, տես, էս տվինք, էս եղավ, զատո ասֆալտ կա։ Այսօրվա Երևանի փողոցների իրավիճակը ոչ միայն Երևանի Հայաստանում, երբ որ հալեց այդ ասֆալտ, որը ֆիքսիա էր ըստ էության, հա, անորակ, վատ, փոսերը միջև այստեղ,
Դա իրականում իրանց պատկերն է, իրանց գործունեության պատկերն է։ Իրենք աշխարհի ամենալավ փաթեթավորողն են։ Ինչ տաս գեղեցիկ փաթեթավորեն, բայց մեջը ինչ է, այդ մարդիկ առաջերտին ոչ չեն ուզում հասկանան մեջը ինչ է։ Իսկ մեջն էլ այդ փաթեթավորված իրանց նարատիվների ցավոք, եթե կցորդի մասին են խոսում, իրենք հիմնականում փաթեթավորում են թուրքական եւ ադրբեջանական ու սենց ասենք պահանջները։ Նույն այդ Միջանսկի պահանջը փաթեթավորեցին Թրիփով, հիմա մարդկանց առողջից իրիկուն խափում են։ Իրավիճակը հասել է այն մարազմի, որ պարտավորություն են իրենց վրա վերցնում 9 միլիարդ դոլարով ընդհանուր համագումարով առնել մոդուլային միջուկային կայաններ ամերիկյան, որոնք բնության մեջ գոյություն չունեն, պատկերացնում եք, ու իրենք են փողը տալու, այսինքն իրենք են ներդրում անելու Միացյալ Նահանգների տնտեսության մեջ, ժողովրդին էլ խափում են, ասում են, չէ, Ամերիկան է ներդրում անում։ Կարամ ուրիշ բան էլ ասեմ։ Բայց ամեն դեպքում ԱՄՆ-ն աջակցում է այս իշխանությանը եւ J.D. Vance-ը իհարկե, բա մի հատ աջակցությունը ձեն հայտնեց հանեն։ ընտրություններին։ Բա թող ձեն հանեն։ Թող կանգնեն, ասեն J.D. Vance մի միջամտի մեր ընտրություններին։ Ֆիդանը աջակցում է, J.D. Vance-ը աջակցում։ Այդ ոնց է ստացվում բոլորը, հա, Կայակալասին իրենք են դիմել Եվրամիությանը, այսինքն։ Այո, Եվրամիությանը դիմել են, Եվրամիությունն էլ աջակցում։ Հիմա հարց է ծագում։ Այդ բոլոր իմ թվարկած, հա, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Թուրքիան եւ Ադրբեջանին ինչ են համարում, որպես ստրատեգիկ գործընկեր։ Հիշենք Վենսը ստրատեգիկ խարտ է ստորագրած Բաքվում։ Բաքվի ինչ նշանակում ստրատեգիկ, այսինքն իրենց տեսլականը համաունչ է։ Իրար գիտեք ոնց որ նույն տեսլականի ներքո են։ Հիմա հարց Ադրբեջանը առաջ է մղում արևմտյան Ադրբեջան կոնցեպտը։ Հայաստանում գտնվում են ադրբեջանցիները, տեսանյութերը տարածված են։ Ֆրֆռում են Հայաստանում ամասիա էր գնացել դրանցից մեկը, ձեռները գրպաններում տենց տիրոջ դեմքով ֆրֆռում են։ Մի քիչ դրանից խոսացեք։ Մի քիչ հասարակության ներկայացուցիչ։ Չէ, ինչ որ ադրբեջանցի, այո, կա համացանցում պատտվում։ Նկարները այո, ես տեսա։ Քաղ հասարակության ներկայացուցիչներ, այդ ինչ ֆարս է։ Այդ քաղ հասարակության ներկայացուցիչները կհիշեք, որ եկել էին մեջները մարդիկ էին, ովքեր սովի էին մատնում հայերին Արցախում կոչված այն ակտիվիստ կինը, որ գնացել է Լաչինի Միջանցքը փակել էր։ Կենթանին։ Եվ սա վիրավորանք չի։ Դուք բերում եք, ինչ եք, խորոված եք, ստե ուտացնում այն մարդ չեմ կարող անվանել։ Այդ չգիտեմ, երևույթին, որ մեր երեխեքին սոված էր պահում։ Իրան եք բերում ստե խորոված ուտացնում, մեզ էլ հեքիաթը լոլոներ եք պատմում։ Ասեմ ավելին, Թուրքիան եւ Ադրբեջանը կտրուկ հետաքրքրված են այս իշխանության վերարտադրման մասով, կտրուկ եւ սպասեք, որ միջև ընտրություններ քայլեր են լինելու, որոնք միտված են լինելու ժողովրդի աչքերի մեջ թոս փչելու։ Խնդիրը հունիսի 7-ը չի, խնդիրը հունիսի 8-ն է, 8-ից հետո ինչ է լինելու։ Ադրբեջանը հետա կանգնա արևմտյան Ադրբեջան կոնցեպտից։ Ոչ, խոսացեք, խի չեք խոսում։ Ադրբեջանը հետա կանգնել իր Միջանսկի պահանջից։ Ոչ, ասեմ ավելին, առավոտից իրիկուն Ադրբեջանը մեզ սպառնում, ասում է, տեսեք, հանգար ստրիպը չիրականացնեք, չգիտեմ, վատ կլինի։ Տրիպն էլ ինչն է։ Տեսեք, ճանապարհները պետք է բացվեն, բայց ճանապարհները ինչի հաշվին պետք է բացվեն, պետության գոյության։ Այո, պետք է բացվի, ամեն ինչ պետք է արվի, որ ճանապարհը բացվի։ Այդ ամեն ինչի մեջ չի մտնում պետության վերացումը։ Պետության գոյության կամ վերացումով է բացվում այդ ճանապարհը։ Դե փաստացի տենց է ստացվում, եկեք վերլուծենք։ Երբ որ մեզ պատմեն, որ ասում են Թրիփում լինելու են back office, ինչ-որ front office, ժողովուրդ, դա միջանցք է, մարդիկ բացատրում են։ Տեսեք, երբ որ ասում ես միջանցք բառը հնչում է վատ, ասում ես կորիդոր էլի հնչում է վատ, բայց որ ասում ես front office, back office, Թրիփ արդեն այդքան վախենալու չի։ Ժորժ ջան, պարզապես սա է։ Այստեղ կարևորը վերահսկողության։ Սա ոնց որ մեկի գլխին փեդով 10 ասես, ես գլխի չեմ խփում, ես քեզ շոյում եմ, մազերդ եմ դզում, բայց դնես sense փեդով 10 գլխին։ Կարող է ներողություն, որ ասում է սատանի մայլենք հանդրբազություն անելու։ Հայաստանն է վերահսկելու ապրանքները, բայց հեռավար։ Այդ ոնց։ Զարգացած տեխնոլոգիաներով, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է վերելու։ Ուրեմն լսեք, ապրանքները եւ մարդիկ ովքեր մտնում են, չէ՞, եթե իրենք Ռոջան, հիշեք, այդ հերահար հսկել, վերհսկել, սուտ բաներ այդ սա։ Եթե հայ սահմանապահ եւ մաքսավորը ֆիզիկապես չունի հասանելիություն Ադրբեջանից, ադրբեջանցու մուտքին Հայաստանի տարածք,
Ուրեմն ադրբեջանցին ոչ թե Հայաստանի տարածքը մտնում, իր գլխի մեջ նստում ադրբեջան, զոնիկը մտնում է արևմտյան Ադրբեջան։ Ինքը իր տարածքով է փաստացի ֆռում, տենց է ստացվում։ Իսկ այդ բոլոր հեքիաթները, որ սկաներներ, բաներ, այնքան են մարդկանց գժվացրել, որ օրինակ չեն շեշտում, որ անձնագրային սկաներային համակարգը գործում է միայն այն պետության քաղաքացիների հանդեպ, ովքեր մտնում են սույն պետություն, այսինքն սկաներով հնարավոր է սկանավորել, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին մտնում է եւ հատում է Հայաստանի սահմանը, արտասահմանցու համար չկա տես բան ոչ միտեղ, որ գնա պասպորտը կպցնի բանին, ես ստուգում են, հետ ամերիկացի, չգիտեմ, եվրոպացի, այդքան չէին հասկանում, հա, ինչի համար, երբ որ դուք թռնում եք Եվրոպայի, Եվրոմիության քաղաքացիները սկաներներով են անցնում, բայց դուք անցնում եք բոլոր ստուգումները անցնելով, մի հատ հարց տվեք ձեզ։ Իրանք տենց չգիտեն այդ տեխնոլոգիաների, հայտնվել է քաղաքացիական պայմանագիր ու տենց բան անում, հա, տեխնոլոգիաներից է խոսում։ Ինչ եք խոսում։ Ստով, առավոտից երեկո, պառակտելով, ստելով, պիտակավորելով։ Հիմա Փաշինյանը եւ Ալիևը Ամերիկայի Միացյալ Նահանգներում են մասնակցելու են խաղաղության խորհրդի առաջին նիստին, կարող է առանձնազրույց լինել եւ այս խաղաղության խորհրդին մասնակցելու նպատակը նաեւ հեռանկարներով որն է։ Կլինի, ասեմ ավելին, հայկական կողմը, այսինքն իշխանությունը փորձելու անել ամեն ինչ, որ համոզի Ալիևին, որ վիճակը լավ չի ու պետքա որպես նարատիվ, հա, ստորագրել խաղաղության պայմանագիր, բայց չի ստորագրի Ալիևը մինչև ընտրություններից հետո ինքը այնքան բան ունի սրանցից ստանալու, իրանք այնքան ասում են թիմային են աշխատում։ Ինչ են իրենք ասելու, ասել են տեսեք, սահմանադրությունները հարց է, կարող է Փաշինյանը փոխել թե ոչ։ Տեսանա այդքան։ Ինչի համար են պնդում ադրբեջանցի ու սահմանադրությունը պետք է փոխվի։ Այսինքն այն իրավական փաստաթուղթը, որը հանդիսանում է անձնագիրը Հայաստանի, ասում է ճղի թափի գետնին թազա բան գրի մեջ, ձեռը սախնում քեզ։ Կամ ասեմ ավելին, տեսեք, քայլերը, սահմանադրության փոփոխություն, այսպես կոչված, այս ստերից էլ մի հատ կխոսենք, դեմարկացիա, դելիմիտացիա, որը չգիտես ինչու միայն հայկական տարածքների եւ անվտանգային համակարգի հաշվին է։ Երրորդը եկեղեցու հետ կապված, այսինքն ֆունդամենտի ինքնության քայքայումը, այդ ամբողջի գումարած է, երբ որ նայում ես, դու հասկանում ես, որ երբ որ իրենք խոսում են պետություն, անկախություն, չգիտեմ ինչ, իրենք ըստ երևույթի Հայաստանի նկատի չունեն։ Ըստ երևույթի Ադրբեջանի նկատի ունեն, որտեղ բոլոր իրենց քայլերը համապատասխանում են դոկտրինալ ադրբեջանական տեսլականին։ Հայաստանի հետ իրենց քայլերը կապ չունեն ընդհանրապես։ Թե անվտանգային, թե անկախության, թե սուվերենության հարցը։ Հիմա եւ դուք քննադատում եք, ձեզ քննադատելու հարց չի։ Ընդդիմությանը ասում են, դուք քննադատում եք, բայց ասում ընդհանուր ընդդիմությանը ասում են, բայց դուք քննադատում եք, բայց դուք չեք տալիս լուծումներ։ Հիմա դուք ոչ չենք տալի, տալիս ենք լուծումներ։ Թրիփը շարունակելու եք գործել, պայմանագիրը կնքելու եք, արցախցիները վերադարձնելու եք։ Տեսեք, լուծումների հարցը ինքը շատ պարզ է եւ հստակ, լուծումները տրվում են։ Յուրաքանչյուր գործընթաց պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ պետության շահերին։ Վերջ, ամենակարևորագույն ֆունդամենտը դա է։ Լուծումները հավատացնում եմ ձեզ կա։ Չէ, դե ես ներողություն, ես հիմա ին վրա իրավասություն չեմ։ Խոսքը ձեր մասին չի, ընդհանուր ընդդիմությունը, երբ որ քննադատում եք, պետք է նաեւ լուծումներ, ինչպես լուծումները կան, արժանապատիվ խաղաղությունը որն է։ Արժանապատիվ խաղաղությունը գիտեք որն է, որ թուրքը ձեռները գրպանում չի գալի ձեր հայատ ու ասում ես ստեղ էի ապրում։ Արժանապատիվ խաղաղությունը նա, երբ որ քո տարածքները օկուպացված չեն։ Արժանապատիվ խաղաղությունը նա, երբ որ Ադրբեջանի նախագահն չի ղժում առավոտից իրիկուն իրանց վրա։ Արժանապատիվ խաղաղությունը նա է, երբ որ դու ոչ թե կզած ես գնում դուրս, այլ գոնե գլուխդ մի քիչ բարձր։ Դե ասեք ինչպես անենք, օրինակ մեր տարածքից դուրս գան այդ դեպքում։ Պատերազմ ենք անել, ինչ ենք անել։ Չէ, լսեք։ Խնդիրը հետևյալն է։ Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ պատերազմական գործողությունների վերսկսում, բայց դրա հետ մեկտեղ որոշողը այդ պատերազմի դուք չեք, ստե խնդիրը ոչ թե պատերազմի, հա, գեներացնելու մեջ, այլ նվազագույնը դիմադրելու, երբ որ գալիս են քու վրա կռվով։ Այնինչ այսօր կատարում է հիբրիդային պատերազմը, թե դրսից, թե ներսից։ Դա Հայաստանի Հանրապետության եւ մեր բոլորիս ուղղությամբ պատերազմ է, հասկացեք։ Եվ երբ որ իրենք խաղաղության մասին են խոսում, հա, հարցածակում խաղաղությունը ում համար է, Հայաստանի Հանրապետության թե Արևմտյան Ադրբեջանի։ Ում համար եք դուք այդ իբր խաղաղությունը առաջ տանում։ Դա խաղաղության հետ ընդհանրապես կապ չունի։ Ալիևը կրկին խոսել էր ադրբեջանցիների գալու մասին, ասում է, եթե ինձ դիմեն,
ես պետք է ընթացք տամ այդ ամեն ինչին։ Չէ, այն որ իրենք տալու են ընթացքը, ես ասեմ ավելին, հայկական կողմից էլ ակնարկներ են եղել արդեն։ Դե մենք ապրում ենք Ադրբեջանում, ադրբեջանցիները ապրում են Հայաստանում, ապրել էին Հայաստանում, պետք է, բայց եթե իրենք արդեն իսկ առաջին մասը չեղարկել են, այսինքն փակել են իշխանությունը ինչ ասում, որ իրանց օրակարգում արցախցիների վերադարձի հարցը չկա, ճիշտ է, բայց իրանք չեն փակել ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Բա խոսացեք։ Բա ձեն հանեք։ Կանգնեք ասեք, չէ, ադրբեջանցին չի գա Հայաստան բնակվի։ Չնայած ընտրություններից առաջ հնարավոր է էսել խափեն։ Էդ էլ հնարավոր է կասեն, բայց մինչ այսօրս հələ որ ձենձուն չկա։ Բայց Ալիևն էլ էր կապում արցախցիների վերադարձի հետ։ Ալիևը չէր գալը։ կապում։ Ոչ, Ալիևը Բայց նա հիշատակեց այդ մասին։ Ասում ուզում են գան, թող գան ապրեն, բայց օրենքների համանդրության ներքո։ Ալիևը չէր կապում։ Այլ կերպ էր ձևակերպել։ Ինքը բաժանեց իր նախադասությունը երկու մասի, մաս համար մեկ։ Ինքը ասաց, որ դե եթե ուզում են հետ գան, թող գան եւ իմ ազնագրերը ստան, դե պարզ է որ հայատյացության եւ հակահայկականության այն դոկտրինի ներքո, որի վրա այսօր Ադրբեջան գործում է, հայերը չեն գնա։ Բայց Ալիևը հոմենակ չի եւ հիշեք, որ հարթակում էր ինքը ասել։ Հասկանում եք, այսինքն իր ծավալապաշտական եւ հակահայկական Հայաստանի դեմոնտաժի ապամոնտաժման կոնցեպտը ինքը պետքա չէ ինչ-որ մի ձև հիմնավորի նույն իր, չգիտեմ, եվրոպացի եւ ամերիկացի սիրելի գործընկերների արչեւ։ Պետք է այդպես մի բան ասել։ Ստե տարանջատ է։ Ստեղ ավելի շատ նույնիսկ Ալիևի խոսքերը եթե դնում ենք մի կողմ, ես հարց եմ տալի, եթե դուք այդքան խրող ձենով առավոտից իրիկուն ճղում եք ձեզ մեջտեղից, որ ձեզ համար Արցախյան հարցը փակ է։ Բա ինչի՞ չեք ճղում ձեզ մեջտեղից նույն արևմտյան Ադրբեջանի կոնցեպտի ներքո։ Բա ելեք մի հատ կոպտեք, մի հատ ասեք, չգիտեմ, ականջները կկտրեք իրանց, եթե իրանք տես բան ասեն, բա դուք ձեզ ներկայացնում եք իբր անկախության եւ սուվերենության ջատագով։ Դե Փաշինյանն ասում է այդ հայտարարությունները դա տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Այդպես է մեկնաբանել։ Եվ դե այդպես է ասում։ Եվ հետո, բա ինչ են անում որ չլինի այդ պահանջը։ Խաղաղության օրակարգին խանգարում է այդպիսի հայտարարություն։ Ինչ են անում որ չլինի։ Իրանք հիմա ինչ էլ ուզում ես հայտան, որ չեն կայնի ասեն դի բախում է Հայաստանի շահերը։ Իսկ միջև ընտրություններ դու կարծում եք ինչ որ քայլեր կարվի Ադրբեջանի կողմից։ Միանշանակ Ադրբեջանը հետաքրքրված է որ այս իշխանությունը վերանտրվի։ Ինչ քայլեր կլինեն։ Ինձ թվում է մեր տղերքից, որոնք Բաքվում են մի քանի հոգու կվերադարձնեն, հնարավոր է նույնիսկ մեծ քանակությամբ։ Կդժվարանամ ասեմ Արցախի ռազմաքաղաքական վերնախավի եւ Ռուբեն Վարդանյանի մասով այնտեղ մի քիչ ուրիշ պատմություն է, չնայած տեսեք Ադրբեջանի ժեստերը դեպի Հայաստան կախված է իշխանության իրավիճակից։ Ինչքան իշխանության իրավիճակը վատանում է ներսում, այդքան ավելանալու է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի կողմից քայլերի տրամաբանությունը ի աջակցություն այս իշխանության։ Կարծում եք նրանց չեն ուղարկի Հայաստան ռազմաքաղաքական ղեկավարության։ Առայժմ չեմ տեսնում նշումներ, բայց եթե այս իշխանության վիճակը գնալով sense վատանա, հա, իսկ ինքը վատանում է ակնհայտորեն, երևում է։ Ես ոչ մի բան չեմ բացառում։ Համենայն դեպս այսօրվա օրով առայժմ ոչ։ Բայց այն որ այլ գերիներ կվերադարձվեն, այստեղ գրեթե կասկած չունեմ, ավելի մոտ հա ընտրություններին։ Դե տա Աստված որ վերադարձնեն։ Եվ տա Աստված բոլորը վերադառնան։ Բոլորին, այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի Կամուշ քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։